Հովհաննես Մկրտիչը ոչ միայն մկրտում էր մարդկանց, այլ նաև մեծ խոստովանահայր էր։ Սիրելի բարեկամներ, առանց խոստովանության չկա ապաշխարություն։ Այսինքն երկուշաբթի օրը մեր եկեղեցում ընթերցվում էր Մատթեոսի ավետարանի 3-րդ գլխից մի հատված։ Ես գիտեք երևի շատ անգամներ կարդացել էի այդ հատվածը, դուք էլ երևի կարդացել եք ու գիտեք, բայց այսօր երբ կարդում էի, մի դետալ աչքովս անցավ։ Ասում է ժողովուրդը գալիս էին նրա մոտ, մկրտվում էին և խոստովանում էին։ Հովհաննես Մկրտիչը մեծ խոստովանահայր էր։ Առանց խոստովանության չկա ապաշխարություն, ինքը քարոզում էր ապաշխարություն, ժողովուրդը ասում ամբողջ Հրեաստանից եւ այդ տեղերից գալիս էին իր մոտ մկրտվելու եւ խոստովանում էին իրենց մեղքերը։ Սիրելի ժողովուրդ, դուք է սովորություն դարձրեք ձեր մեղքերը խոստովանել։ Ահա ձեզ կարդամ Մատթեոսի ավետարանի 3-րդ գլխից այդ հատվածը ու տեսեք, թե ինչպես էին ժողովուրդը գալիս Հովհաննես Մկրտչի մոտ եւ ինչ տեսակի մարդ էր ինքը։ Այն օրերին Հովհաննես Մկրտիչը գալիս է քարոզելու Հրեաստանի անապատում եւ ասում. «Ապաշխարեցեք, որովհետեւ երկնքի արքայությունը մոտեցել է»։ Սա է այն մարդը, որի մասին Եսայի մարգարեի բերանով ասվեց. «Անապատում կանչողի ձայնն է. պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցեք նրա շավիղները»։ Եվ ինքը Հովհաննեսը ուխտի մազից զգեստ ուներ եւ կաշվե գոտի իր մեջքին, իսկ նրա կերակուրն էր մորեխ ու վայրի մեղր։ Այն ժամանակ նրա մոտ էին գնում բոլոր երուսաղեմացիները, ամբողջ Հրեաստանն ու Հորդանանի շրջակայքի ժողովուրդը, մկրտվում էին նրանից Հորդանան գետում եւ խոստովանում իրենց մեղքերը։ Եվ նա տեսնելով սադուկեցիներից եւ փարիսեցիներից շատերին, որոնք եկել էին իր մկրտությանը, ասաց նրանց. «Իժերի ծնունդներ, ով ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկությունից, այսուհետև ապաշխարության արժանի գործեր կատարեցեք, եւ մի հավակնեք ասել դուք ձեզ, թե Աբրահամը մեր հայրն է։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել, որովհետև ահա կացին նահա ծառերի արմատին է դրված, ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում եւ կրակն է գցվում։ Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է եւ ես արժանի չեմ հանելու նրա կոշիկները։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով եւ հրով, որի քամհարը իր ձեռքում է, եւ կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմանանում եւ հարդը կայրի անշեջ կրակով։ Այն ժամանակ Հիսուս Գալիլեայից Հորդանան եկավ Հովհաննեսի մոտ նրանից մկրտվելու։ Իսկ Հովհաննեսն ընդդիմացավ նրան ու ասաց. «Ինձ պետք է, որ քեզնից մկրտվեմ, եւ դու ինձ մոտ ես գալիս»։ Հիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Թույլ տուր հիմա, որովհետեւ այսպես վայել է, որ մենք կատարենք Աստուծո ամեն արդարություն»։ Եվ ապա նրան թույլ տվեց։ Եվ երբ Հիսուս մկրտվեց, իսկույն ջրից դուրս ելավ, եւ ահա երկինքը բացվեց նրան, եւ նա տեսավ Աստուծո Հոգին, որն իջնում էր ինչպես աղավնի եւ գալիս էր իր վրա։ Եվ ահա մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա է իմ սիրելի որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը»։ Հավատարիմ ապրենք Տեր Հիսուսին, սիրելի ժողովուրդ։ Սովորություն դարձնենք խոստովանել մեր մեղքերը։ Ձեր կյանքի սխալների ու տառապանքների համար ոչ մեկին մի մեղադրեք, բացի ձեզանից, այլ խոստովանեք ձեր մեղքերը, որովհետև իսկապես առանց խոստովանության չկա Տեր Հիսուս Քրիստոսի մոտ գնալ։ Առանց մեղքերը խոստովանելու չկա ապաշխարություն, իսկ առանց ապաշխարության չկա փրկություն մարդու համար։ Ողջ եղեք, եթե այս ձայնագրությունն էլ խոսեց ձեր սրտին, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, գրեք ձեր էջերին, խոսեք այս մասին մարդկանց հետ, պատմեք իրար ու ասեք, վերջի անգամ երբ ես խոստովանել քո մեղքերը, որպեսզի մարդիկ մտածեն այս բաների մասին։ Դե բարի օր բոլորիդ։